Շատ սիրելի հարազատներ, սիրելի Աբրահամ, Ջենեսիսի հոգաբարձուներ, բարերարներ, նվիրյալներ, աշխատակիցներ, կամավորներ, մեկ խոսքով նվիրալյաններ։ Սուրբ գրային տրամաբանությամբ Ջենեսիսը, ծննդոցը, խորհրդանշում է ծնունդը, որին հաջորդում է Էքսոդուս, ելիցը, գերությունից ազատագրումը։ 5 տարի առաջ նշեցինք և նշանավորեցինք ծնունդը այս հրաշալի և ինձ համար հարազատ ընտանիքի, որը 5 տարի շարունակ համարձակությամբ, քաջությամբ, նվիրումով և սիրով, նվիրումով և սիրով լցված է մեր կյանքի ինքնության, քաղաքակրթության և քաղաքական ներկայությունը, երկրի, հայրենիքի և պետության ազատագրման և վերականգնման սրբազան գործին և պայքարին։ Հասկանալի պատճառներով, ցավոք, չեմ կարող ներկա գտնվել այսօր ինձ համար սիրելի ընտանիքի տարեդարձին, բայց հավատում եմ, որ դուք այն կարևոր հիմքերից և սյուներից եք, որով և որի վրա կկառուցվի մեր համբուրելի տունը։ Սրտով, հոգով, մտքով և սիրով շնորհավորում եմ 5-րդ տարեդարձը, մաղթելով 6-րդ և շարունակական տարեդարձները նշվեն ազատագրված, հզորացող, պատիվ բռնող Հայաստանում, որի մի մեծ մասն է մեր առայժմ կորսված սրտի կտորը Արցախը։ Հիշեք խնդրեմ, մեր երազանքները և իր ձերը ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ օրերը։ Եվ այո, միասին ուխտել ենք, չմոռանալ հանուն Հայաստանի, չներել հանուն Արցախի։ Աստված օրհնի և զորացնի իր աջով և առաջնորդությամբ։ Հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան 27-12-2020 Շնորհակալություն Տիկին Զարգարյան, իրականում այս